Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում բացահայտումները հետևում են մեկը մյուսին շոկի ենթարկելով ոչ միայն հերոսներին, այլև հանդիսատեսին։ Այս շաբաթվա դրվագները ոչ միայն սարսափելի զգացմունքային են, այլև բարդ ու խորը դինամիկայով հյուսված դրվագների կենտրոնում Սոսի և Աննայի հանդիպումն է, որն անշուշտ փոխելու է շատերի ճակատագիրը։ Սակայն այդ հանդիպումը նույնքան ցավալի էր, որքան սպասված։ Աննան ու Սոսը վերջապես հանդիպեցին, դրանք այնպիսի պահեր էին, երբ բառերն ավելորդ էին, հայացքներում այնքան տառապանք, կարոտ ու չասված ցավ կար, որ ամբողջ սերիալն այդ կադրերի շուրջ պտտվեց։ Աննայի մեջ խառնված էր հուսահատությունը, զայրույթը, անորոշությունն ու մի փոքրիկ կայծ, երբեք չմարած սիրո։ Սոսը կանգնած էր նրա դիմաց, ոչ իբրև նախկին սիրող տղամարդ, այլ իբրև անցյալից վերադարձած հրեշավոր հիշողություն, որին տարիներով փորձում էին մոռանալ ու թաքցնել, և հենց այստեղ բացվում է Անետի դավաճանության ժապավենը։ Աննայի հորաքույրն Անետն ավանդաբար սիրով ու հավատով լցված կերպար, սենսացիոն կերպով բացահայտվում է որպես հիմնական դավաճաններից մեկը։ Նա, ով այսքան տարի Աննայի կողքին էր, նույն հարկի տակ ապրում էր նրա հետ, մայրիկի նման հոգ տանում, պարզվում է, որ գաղտնի պահում էր Սոսի գոյության մասին ճշմարտությունը։ Հանդիպումից հետո նրա լռությունն այլևս հնարավոր չէր արդարացնել։ Միքայելը, տեսնելով, որ ճշմարտությունն Անետը գիտի, հեռացնում է Անետին տնից։ Բոլորը հասկանում են, սա այլևս ներել հնարավոր չէ։ Հարցն արդեն միայն Սոսի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես կարող էր նա ապրել մի տան մեջ, լռելով ու ամեն օր նայելով Աննայի աչքերին։ Անետը հեռանում է գլխիկոր, առանց մի խոսքի։ Մի պահ թվում էր ինքը պիտի արդարացնի իրեն, բայց ինչպես երևում է, սերիալի ստեղծագործական թիմը որոշել է, որ լռությունն այս դրվագում ավելի ցավոտ է, քան ցանկացած բացատրություն։ Հեռուստադիտողները սպասում էին ԴՆԹ անալիզների պատասխանի։ Հենրին գաղտնի հանձնել էր թեստը, ոչ ոքի չասելով, փորձելով վերջապես պարզել ճշմարտությունը։ Արդյոք Անգելինան իր քույրն է, թե ոչ։ Դրա համար միայն կենսաբանական հարց չէր, դա նրա ապրումների հանգուցալուծումն էր։ Սակայն ինչպես հաճախ է լինում այս սերիալում, ամեն ինչ պլանավորվածով չի ընթանում, հենց զանգում են անալիզների պատասխաններով, պատահական ձևով զանգին պատասխանում է ոչ թե Հենրին, այլ Հենդոն, Հենրիի պապիկը։ Ու հենց այս պահից սկսվում է նոր շղթա։ Հենդոն իմանում է ԴՆԹ-ի մասին, բայց բնականաբար Հենրիին չի ասում ճշմարտությունը։ Բոլորն էլ հասկանում են, որ Հենդոն թաքցնելու է, քանի որ այդ ճշմարտությունը կործանիչ է, որ նույնիսկ ժամանակներին դժվար կլինի հասկանալ, կամ էլ որովհետև նա ինքը մի բան գիտի, ինչպես արդեն հեռուստադիտողներին պարզ է։ Արդյունքում կրկին Հենրին մնալու է այն նույն անորոշության մեջ, որից փորձում էր դուրս գալ։ Նա ամբողջ հույսը ջուրն է գցում։ Նա շարունակում է ապրել կասկածների մեջ, մտածելով, որ Անգելինան իր քույրն է։ Իսկ հեռուստադիտողը, լիովին գիտակցելով ճակատագրի հեգնանքը, փորձում է վերլուծել, արդյոք Հենդոն կփոխի իր որոշումը, թե սյուժեն այս անգամ ևս հսկայական շրջադարձ է պատրաստում։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Այս բոլոր իրադարձությունները սեղմել են մի կետի շուրջ ճշմարտությունն այլևս հնարավոր չէ պահել։ Աննան արդեն գիտի Սոսը ողջ է։ Սոսը հասկանում է, որ Աննայի շուրջ բոլորը խաբել են նրան։ Հենրին, չիմանալով ճշմարտությունը Անգելինայից, հեռանում է բնականաբար։ Անգելինան առանց որևէ պատկերացման շարունակում է ապրել իր սեփական մղձավանջում։ Վերջին զանգը սերիալը բացում է գաղտնիքներն աստիճանաբար, ինչպես փաթեթը, որի ներսում յուրաքանչյուր թերթ բացվում է նոր ցավով ու բացահայտմամբ։ Այս շաբաթվա դրվագը մեզ սովորեցրեց, երբեմն մարդիկ չեն դավաճանում քեզ սրով կամ ստով, այլ լռությամբ։ Անետի լռությունը, Հենդոյի լռությունը, երկուսն էլ դավաճանություն են։ Եվ եթե Սոսի ու Աննայի հանդիպումն ամենասպասված պահն էր, ապա ԴՆԹ-ի ճշմարտության պահպանումը դարձավ ամենատխուր շրջադարձը։ Դեռևս ոչ ոք չգիտի ճշմարտությունն ամբողջությամբ, բայց բոլորն էլ զգում են պայթյունն առաջ է, իսկ լռությունն, ինչ լռությունը դարձել է սերիալի ամենաուժեղ զենքը։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու հետաքրքիր բացահայտումներով, և իհարկե
հետաքրքիր իրադարձությունների մասին պատմող տեսանյութերով, այնպես որ միացեք մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ դաշտում գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հեռուստասերիալի ամենալարված սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց չթողնեք։ Ինչպես պարզ է դառնում հեռուստասերիալի հերթական սերիայից Անեթը հեռացել է տանից, Աննան դեռևս հայտնի չէ ինչ վիճակում է, իսկ Սոսը արդեն տեսել է Աննային, Լիլիթն էլ հանգիստ չէ, քանի որ նա տեսավ Սոսն ու Լիլիթը այլևս միասին դժվար թե կարողանան ապրել, քանի որ Աննան այլևս հանգիստ չի թողնելու նրանց, իհարկե, ոչ իր ֆիզիկական ներկայությամբ, այլ Սոսի մտքերով։ Լիլիթը հասկանում է, որ այլևս իր ընտանիքը դժվար թե գոյություն ունենա այս ամենից հետո։ Ինչ եք կարծում, գրեք ձեր կարծիքները, Սոսը կհեռանա Լիլիթից, թե այնուամենայնիվ կմնա Լիլիթի մոտ, բայց կերազի Աննայի մասին։